Մենք վերադարձանք բարեկամներ եւ մեզ է արդեն միացել վերուցաման Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ JD Vance-ը մենք հենց նոր խոսեցինք մեր հեռուստադիտողների հետ մասին, փետրվարին կայցելի Հայաստան եւ ըստ Թրամփի մեծ սպասելիքներ ունենք, այսինքն կիսահաղորդիչների արտադրություն, միջուկային էներգիայի ինչ-որ հարցերում օգնություն եւ այլն, իսկ Ադրբեջանին ուրեմն զրա բաճկոններ եւ ինչ-որ նավակներ եւ այլն ինչ-որ այս տեսակի բանը, որը իհարկե աղմուկա բարձրացրել արդեն այնտեղ, բայց մեր ընդդիմադիրներն են, ինչպես արդեն ասաց մեր մասնագետը, նորից բողոքում են, ասելով, որ նորից մենք լավ դիլ չենք անում Միացյալ Նահանգների հետ։ Չէ, մեր ես ձեզ ասեմ, եկեք սկսենք մեզնից, Ադրբեջանի մասով կիսահաղորդիչների մասով շատ երկակի էր գրված։ Ես հաղորդագրությունը կարդացել եմ, պարզ չի ում հետաքնքելու, հուսով ենք, որ մեզ հետաքնքելու։ Չէ, կոնկրետ Հայաստանի մասն էր ասում, որ Հայաստանում հենց Ես կարդացել եմ այդ հայտարարությունը, կիսահաղորդիչները կարա երկուսին է վերաբերվի օրինակ։ Չէ, բայց Հայաստանին հաստատ վերաբերվում։ Հուսանք, ուրեմն ասեմ, ես հայտարարությունը կարդացի, կիսահաղորդիչների մասը երկակի էր, այսինքն կարա համ Ադրբեջանին վերաբերվի, համ Հայաստանին վերաբերվի։ Տեսնենք այդ մասը կարևոր շատ հատված է, որտեղ կասեմ ինչու, այստեղ ինչի է կա։ Հասկանալի է ինչու ամբողջ աշխարհի կիսահաղորդիչների վրա։ Չէ, այնտեղ նաև ուրիշ թեմա կա, այդ մասին հեսա կասեմ, բայց ամենակարևորը, որ եթե մենք կարողացել ենք արդեն, այսինքն այդ ինչի մասին մենք այստեղ ես ինքս արդեն տարի ու կես է, 2 տարի չեմ կարող հստակ ասել, խոսում ենք, որ միջուկային էներգիայի մասին համաձայնագիրը ծայրահեղ կարևոր է։ Ուրեմն մի քանի ամիս առաջ, սեպտեմբեր թե հոկտեմբերն էր, Հայաստանի իշխանությունները հայտնեցին, որ որոշումը կկայացնեն 26 թվականի կեսերից սկսած ատոմակայանի հետ կապված, մոդուլային ատոմակայանի հետ կապված։ Հիմա, եթե ամերիկացիներին հաջողվել է պայմանավորվել արդեն արգելքները հանել եւ արդեն JD Vance-ի գալուց այդ պայմանագիրը կնքվելու է, դա հրաշալի է։ Դա ուղղակի հրաշալի է։ Ուղղակի այստեղ մի նյուանս կա, այնտեղ ինքը նշում է միջուկային էներգիայի, խաղաղ միջուկային էներգիայի համաձայնագիր կնքելու մասին։ Այստեղ պետք է հասկանալ, արդյոք դա հենց ատոմակայանների մասին է, թե առաջին փուլով ինչ-որ արգելքներ կա, պետք է հանվի, այսինքն ինչ-որ պարտադիր համաձայնագիր է ընդհանուր պետք, որպեսզի հետո հնարավոր լինի ներդնել մոդուլային։ Դե պաշի առաջ պիտի համաձայնագիր լինի, հետո ներդրում։ Դե կարող է միանգամից արդեն խաղաղ համաձայնագրի մեջ մտնի նաև մոդուլային ռեակտորների կառուցումը եւ դա կլինի շատ ավելի լավ, ես շատ հուսով եմ, որ միանգամից անմիջապես ուրեմն կկնքվի հենց արդեն ատոմակայանների պայմանագիրը։ Դա կլինի շատ լավ նորություն, ձեզ ասեմ, Հայաստանի համար։ Հիմա անդրադառնանք Ադրբեջանին։ Ալիևը վերջին շրջանում պարբերաբար ուզում է հասնել նրան, որ 907-րդ լրացումը հանվի։ Ինչու, որպեսզի Միացյալ Նահանգների ձենք կմվի։ Ես ուղղակի ուզում եմ սպասել հասկանալ, որտեղ տեսեք, չեմ ուզում այդուամենայնիվ Ալիևը որոշ չափով կարծես թե հասավ իր նպատակի, որտեղ ուզում էր զենք գնեն, հիմա ինչ նավակների մասին է խոսքը։ Չենք հասկացել, պետք է կոնկրետ հասկանանք, ենթադրում եմ, կարող ենք դες թույլ ենթադրություն անել, որ կան չէ այդպիսի մոտորանավակներ, իրենք հենց բառացիորեն իդեպ շատ բավականին այսպես էֆեկտիվ զենք են, ուկրաինացիներին էլ էին տվել, եթե չեմ սխալվում, վրացիներին էլ գուցե, դրանք մոտորանավակներ են, որոնք կահավորված են, որպեսզի ծովային սահմանը պաշտպանելու համար։ Այսինքն իրենք ծանր հրետանի կամ այսպես ինչ-որ բաներ, մեծ ռումբեր չեն կարող արձակել, բայց մոբիլ նավակներ են, որոնք ունեն ինչ-որ չափի ուրեմն ռազմական հնարավորություններ, փոքրիկ, բայց որոնք սահմանային, այսպես ասած, ծովային սահմանները պաշտպանելու համար են։ Գուցե դա է, ենթադրում եմ, որովհետև մի փոքր հավատաց չի գալիս, որ ամերիկացիները ինչ-որ լուրջ ռազմազավ կվաճառեն ուրեմն Ադրբեջանին, բայց ասում եմ, սպասենք, տեսնենք։ Մանա Արմեն, քանի որ երկուսն էլ խոսքը առայժմ թղթի վրա էլ ոչինչ չկա, բայց այս պայմաններում, այս վիճակում կարծում եմ, որ մեր վիճակը ավելի գերադասելի է, քան իրենցը։ Հիմա պատկերացրու, եթե ասեին, որ պիտի չիպերը արտադրեն Ադրբեջանում եւ ատոմային էներգիայի պայմանագիր մեզ էլ ասեն նավակ են տալու, այն ժամանակ մենք ասենք լավ չի գործերը։ Բայց հիմա կարծես ավելի
Դրական կողմում ենք մենք ես շատ եմ ուզում այդպես լինի, բայց ուզում եմ սպասենք հասկանանք կիսահաղորդիչների մասին պայմանագիր, ես դեռ եմ ասում, ես 5 անգամ կարդացի, ինձ այդ կիսահաղորդիչների մասին հետաքրքիր էր։ Պարզ չի ասվում, միայն մեզ թե Ադրբեջանին է միասին։ Այսինքն այստեղ պետք է հասկանալ ինչ ներդրումների մասին է խոսքը։ Ենթադրենք երկուսին են, բոլոր դեպքերում դրական։ Չէ, հիմա բացատրեմ, չէ, դրականը, ելի եմ ասում, եթե Միացյալ Նահանգները ամենակարևորը, որ 907-րդ լրացումը չհանվի։ Տեսեք, ես հիմա թող գա, թող պայմանագրերը կնքվեն, մենք արդեն ես չեմ ուզում ժամանակի, ինձ չի տալիս հիմք հիմա, մի անգամից ասել Ադրբեջանի վիճակը վատ է, մի հատ գան ստորագրեն, ավելի կոնկրետ խոսակ։ Հիմա տեսեք, եթե ձեր ասածն է, եթե պարզվի, որ ձեր ասածն է, 907-րդ լրացումը չի հանվում, այդ օգնության շրջանակում, որ հետաձգում են ամեն տարի, չէ, այդ եւ ասենք ինչ որ մի հատ մոտորան ավակեն, մի երկու հատ տալի սահմանը պաշտպանելու համար եւ զրահավաշկոն եւ Հայաստան այդ կնքում են կիսահաղորդիչներ եւ ատոմական, ես իրոք այդ կնշանակի Ալիևը չի հասել իր նպատակի, որտեղ Ալիևը վերջին շրջանում մենակ է տապալում։ Որ մենք ենք հասել մեր նպատակը։ Այո, այսինքն ես ուղղակի չեմ ուզում, որտեղ ինձ հիմք չի տալիս։ Մենք չենք ասում, որ վաղը ես ուզում եմ, որտեղ բան չի մնացել, ինչի շտապենք, եթե պայմանավորությունից հետո հիմա ինչի եմ ասում կիսահաղորդիչների հետ կապված պետք է զգուշ լինել։ Ուրեմն վերջին վերջերս ինձ շատ էքսկլյուզիվ տեղեկություն հասավ, ինսայթ, ես ասում, ու շատ հավաստի։ Ուրեմն Հայաստանում գործում է կարծես Nvidia-ից հետո երկրորդ նման հզոր կազմ, իհարկե Nvidia-ն ավելի, ուրեմն թափովա պարզ ավելի հայտնի է, կոչվում է AMD։ Այդ կազմակերպությունը էլի համաշխարհային համբավ ունի, ամերիկյան կազմակերպություն է, էլի կապված է կիսահաղորդիչների, բարձր տեխնոլոգիաների եւ այլ այսպես շարունակ արհեստական ինտելեկտի ու այսպես։ Ուրեմն հավաստի տեղեկություններով Ադրբեջանը դիմել է Միացյալ Նահանգներին, հենց AMD-ի կենտրոնական գրասենյակ։ Ակտիվ բանակցություններ է վարում AMD-ի հետ, որպեսզի գրասենյակը, կենտրոնակայանը համարվում է Հայաստանը, այսինքն Կովկասում։ Որպեսզի կենտրոնակայանը Հայաստանից հանվի եւ տեղափոխվի Բաքու։ Այսինքն Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի Հայաստանին զրկի այդ բարձր տեխնոլոգիական կենտրոնի վերածվելու Հայաստանի ուրեմն հնարավորությունից։ Իսկ դա նշանակում է մենք նավ չունենք, մեր բարձր տեխնոլոգիաները պետք է լինեն, ըստ տրամաբանության։ Իրենք շատ լավ հասկանում են, որ դա վտանգավոր է, որտեղ Հայաստանը եթե դառավ բարձր տեխնոլոգիան գիտեք այսօր ամեն ինչ է։ Եվ իրենք հստակ ամերիկացիներին համոզում են, ես ասում եմ շատ բավականին հավաստի տեղեկություն, եւ նաեւ իշխանություններին եմ դիմել, նաեւ որպեսզի իրենք կարողանան հասկանան եւ սա կանխես, սա կարեւոր բան է, պետք է անմիջապես կապի մեջ մտնեն, որտեղ իրենք AMD-ի հետ առանձին բանակցում են, որպեսզի կենտրոնակայանը իսկ AMD-ին դա ասում եմ մեր հույսերից մեկն է, որ Հայաստանում հիմա կա, հասկանում եք, թե դա հանվի, տարվի, դա լրջագույն հարված կհասվի։ Դրա համար եմ ասում, ես ուզում եմ հասկանամ, իրենք վերջին շրջանում ակտիվ բանակցել են։ Գան, ստորագրեն, եթե ձեր ասածն է, ես ինքս, այսինքն ինձ էլ այդ նավակների պահը մի փոքր հուսադրեց, զրահաբաշխոն եւ նավակ, բայց մի հատ որտեղ մենք գիտենք Ալիևի նպատակները, թող գան ստորագրեն, ուրեմն արդեն մենք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եվ նաեւ պետք է հասկանալ, արդյոք մոդուլային ատոմակայանների մասին ենք միանգամից ստորագրում, թե ինչ որ ընդհանուր պայմանագիր է։ Սա էլ որտեղ լավ, երկրորդ մասում ասենք ժամանակը կարևոր բան պետք է ասենք։ Փետրվարին է գալու շատ ժամանակ չկա, այսպես որ կարող ենք շատ շուտով շատ ավելի կոնկրետ։ Մի դրական սիգնալ է կա, այսա այդ բանից հետո ասենք։ Լավ, գովազդ, դուք վերադառնանք դրական սիգնալի մասին խոսենք։ Քո տոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Մենք վերադարձանք եւ խոսում էինք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կայանալիք այցի մասին փետրվար ամսին Հայաստան եւ Ադրբեջան։ Եվ Արմեն ասաց, որ շուտ մի հատ ավարտական լրացում է։ Իդեպ այդ լրացումը ձեր ուրեմն նշած ավելի դրական զարգացման օգտին է։ Վերջերս Միացյալ Նահանգների դեսպանը եւ Հայաստանի վարչապետը մասնակցում էին պանելային մի քննարկման, որի ժամանակ դեսպանը ասեց, որ մենք ավարտել ենք Հայաստանի հետ էներգետիկ պայմանագրի, ուրեմն միջուկային էներգիայի հետ կապված պայմանագրի, այո, չէ, պայմանագրի պատրաստումը, այսինքն այնտեղ ասեց 1, 2, 3 այնտեղ կետեր կար, չգիտեմ ինչ որ տարբեր կամ պայմանագրերն են, այդքան չեմ կարող ասել, եւ ինձ այդ ուշադրությունը հրավիրեց։
Երեք հիմնական կետ շեշտեց։ Մեկը, որ պայմանագիրը ավարտել են, դա ինձ շատ ուրախացրեց, ես արդեն բանացի, որ նշանակում ցանկացած բայ կարող է ստորագրվել արդեն պատրաստ։ Այո, ատոմակայանի հարցը։ Ես շատ եմ ուզում, որ հենց հիմա Բացի ամեն ինչից դա եւս մեկ հարված է Ռուսաստանի, չէ՞։ Այո։ Դե տեսեք, Հայաստանի իշխանությունները երկար փորձում էին բանակցել, միջև հասկանալ ռուս-ուկրաինական պատերազմը ուր է տանում, որովհետև իրենք անդադարձ էին ատոմակայանի թեման, ասում էին, որ վերջին անգամ ասին որոշում կայացնենք 26 թվականի կեսերից հետո, բայց Միացյալ Նահանգները շտապում են ակնհայտորեն, հա, եւ իրենք ուզում են արագ հաստատվել տարածաշրջանում։ Եվ այս իմաստով ես շատ կուզենամ, շատ կարևոր կլինի, որ պայմանագիրը կնքվի հիմա, այ J.D. Vance-ը որ գա, դա ստորագրվի։ Երկրորդ դրական բանը, որ ասեց այդ կիսահաղորդիչների հետ կապված, խոսեց տեխնոլոգիա, գիտեք, Հայաստանի վրա արգելք էր դրած, բարձր տեխնոլոգիաներ ստանալու արգելք էր դրած։ Ում կողմից։ Միացյալ Նահանգների միշտ գործել է։ Դե քանի որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք եղել, ՀԱՊԿ անդամ եւ այլն, հանվել են որոշ արգելքներ եւ արդեն Հայաստան կարող են մտնել որոշ կիսահաղորդիչներ, չիպեր, որոնք ժամանակին արգելված էին։ Այսինքն այդ պետք է վախով որ դա կհասնի Ռուսաստան։ Բնականաբար։ Հիմա պետք է հասկանալ, որ աստիճանի, ինչ չափի է հանվել, դա էլ հետաքրքիր էր, այս այլ ձեր հուսով եմ, որ այդ կիսահաղորդիչների հետ կապված իրոք մի բան կստորագրվի։ Ես չեմ ուզենա, որ Ադրբեջանի հետ որևէ բան ստորագրվի այդ թեմայով անկեղծ ասած, բայց դա հիմա։ Եվ երրորդ հետաքրքիր բանը, որ դեսպանը ասաց, այսինքն ըստ էության դա ամերիկյան տեսլականն է հայ-ամերիկյան զարգացումների պաշտպանությունը։ Եվ նա դեմոնստրատիվ մեջ բերեց, որ Կանզասի գվարդիան եւ մնացած այդ պատվիրակությունները համատեղ զորավարժությունները Հայաստանի զինված ուժերի հետ, որը ասեց ուղղված է Հայաստանի, ուրիշների դեմ չի, էլի կոպիտ ասած պաշտպանունակության մեծացմանը։ Այս երեք կետերը շեշտեց դեսպանը եւ ես հուսով եմ, որ J.D. Vance-ի այցի ժամանակ ինչ որ կերպ հենց այս երեք կետերի այո չի կապակցությամբ միայն ուրախ ենք։ Սպասենք, բան չի մնաց, ինչքան 3:30-ին կգա փետրվարի, չէ, ժամկետը փետրվարի ընթացքում ժամկետ չի նշված, բայց կարող հաջորդ շաբաթ էլ գանական կան տեսնենք։ Հիմա գանք, եթե դեմ չես Արմեն, Միացյալ Նահանգներ Կանադա հարաբերություններին։ Ինչ է ուզում Կանադայից պարոն Թրամփը, ինչ է ուզում։ Հիմա տես հենց ինքը ես էսպես եմ հասկանում առաջի հայացքից գոնե հենց ինքը նեղում է Կանադան գնում է դեպի Չինաստան ասում է սրա հետ ասում եթե դու Չինաստանի հետ առևտրային պայմանագիր կնքես ես 100% կավելացնեմ ուր է սա տանելու Տեսեք, ի սկզբանե Կանադայի հետ հարաբերությունները չափա, տեսեք, Միացյալ Նահանգները մեծ հաշվով, եթե սա ամբողջը հանենք, ինձ թվում է ամբողջ պատմությունը Կանադայի հետ կապված, դա պարտադրանքն էր, որպեսզի Կանադան հրաժարվի Չինաստանի հետ որևէ համագործակցությունից, ինչը Կանադայի համար անընդունելի էր։ Այդ ո՞նց կարող է մի երկիր ուրիշ սուվենիր երկրի այտենցման ասել, որ բոլորը ինչ։ Դե ԱՄՆ-ն համարում է, որ դա իր տեսակ, այսինքն Վենեսուելան էլ էր կապում Չինաստանի հետ, նավթի հետ կապած, ընդհանրապես Պանամայի ջրանցքներ էր կապում Չինաստանի հետ, ինչպես տեսակ։ Գրենլանդիան էլ է կապում Չինաստանի հետ կապած, այսինքն ԱՄՆ ռազմավարությունը դուրս եկավ պաշտպանության, որտեղ ակնհայտ այդ մասին կա։ Հիմա ինչու Քարնին գնաց եւ հաստատեց Չինաստանի հետ փորձեց հաստատել ռազմավարական գործընկերություն, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է թե ինչա Միացյալ Նահանգները պահանջում, այսինքն ճնշումը հենց այդ ուղղությամբ էր, ինքը գնաց լրիվ հակառակ քայլ արեց եւ ես հիշում եմ երբ որ Տրամփը կանգնեց ասեց թե հիմա պետք է լինես որ ունենաս Չինաստանի հետ հնարավորություն ու չստորագրես այդպիսի բան, այսինքն ես այդտեղ հասկացա որ դա շատ ուժեղ սպառնալիք է Քարնին, որ ասեց դու հələ քո հալը կտեսնես հեսա շուտով հետ իմաստով եւ հիմա հայտարարեց որ պետք է թարիֆ 100-200% թարիֆ դնելու Կանադայի վրա եթե Չինաստանը շատ 100-ից ավել արդեն ես էլ անիմաստ խոսել այսինքն 200 կլինի 500 կլինի էական չի 100% դրեցիր արդեն վերջ բրծավ քո առևտուրը այդ մոռացենք փակվում այո հիմա բայց հետարքիրը կմոռ եւ Քարնին խոսեց եւ ասեց մենք պետք է դիվերսիֆիկացնենք եւ այլ այսպես շարունակ բայց այստեղ կա խնդիր իրականում ամեն ինչ այդպես հարթ չի Կանադան Միացյալ Նահանգների ամենաուժեղ ապրանք արտահանողներից է եւ ընդ որում ամերիկյան գլխավոր General Motors ամերիկյան այլ ավտոմոբիլաշինությունը կապված է սերտորեն Կանադայի եւ Մեքսիկոյի հետ տեսեք թե Մեքսիկոյի հետ մի քիչ հանդարտվեց բայց բացի դրանից որ բազմաթիվ հազվագյուտ մետաղներ ա բերվում Կանադայից Միացյալ Նահանգներ բազմաթիվ կարևոր նյութեր գումարած ավտոմեքենաշինությունը եւ եթե այդպիսի բան արվի վճարելու ենք մենք ոնց կնովքեր որ ամերիկյան ընդ որում դա ոչ միայն կհարվածի մեր գրպանին այլ կհարվածի ամերիկյան ավտոմոբիլաշինության գրպանին
եւ այնպես չի, որ այսինքն դրանից չենք դուժի նաեւ մենք Միացյալ Նահանգների բնակիչները։ Ինչով կավարտվի, ես չգիտեմ, բայց Տրամպը վճռական է, իհարկե սա քարին փայլուն տնտեսություն գիտի եւ նա շատ լավ հասկանում է։ Մասնակցությամբ էլ հենց այդ։ Այո։ Ուզում ասեմ, ամեն ինչ միանշանակ չէ, հասկանանք տեսնենք ուրա գնում։ Տրամպի պատճառով փախավ հրաժարական։ Չդիմացավ, ուղղակի չդիմացավ, հա, իսկապես չդիմացավ։ Բարոյապես չի, ասեց ես գնում եմ։ Աթոռն էլ գիտես, չէ, վերցրեց ու գնաց, որպես հիշատը։ Շնորհակալություն ամեն։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։